Բարև ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Գևորգ Սաֆարյանի հետ, բայց մինչև մեր զրույցը սկսելը պետք է խնդրեմ, որ անպայման բաժանորդագրվեք ալիքին, հավանեք տեսանյութը եւ գրեք մեկնաբանություններ այն թեմաների վերաբերյալ, որոնք մենք հիմա կքննարկենք։ Բարև ձեզ, պարոն Սաֆարյան։ Բարև ձեզ։ Պարոն Սաֆարյան, ես այսօր տեսա, որ Բևեռը նախընտրական քարոզարշավի առաջին օրը ազգային ժողովի դիմաց կարճ ասուլիս հավաքի տեսքով անցկացրեց, ինչպես եք պլանավորում հետագա քարոզարշավն իրականացնել։ Նախ առաջինը մենք այցելել էինք ի սկզբանե Էջմիածին, ըստ էության արշավը կարելի ասել սկսեց այնտեղից, որից հետո այո մենք ունեցանք ասուլիս ազգային ժողովի դիմաց, ինչից հետո փոքրիկ քայլ արշավ դեպի Մատենադարան։ Քարոզարշավը ինչպես բոլոր դեպքերում դրանք կունենան ուրեմն փողոցային հանդիպումներ, փողոցային փոքրիկ մենք արդեն ունենք քարոզչական խմբեր, որոնք տարբեր վարչական տարածքներով մարզերում ունենք խմբեր, երթեր կունենան, բուկլետներ կբաժանեն, կշփվեն մարդկանց հետ, ինչպես նաև կօգտվենք ընձեռնված հնարավորությունից մեդիա դաշտում գովազդներ ունենալու, ինչպես գիտեք, օրենքը սահմանում է, որ բոլոր մասնակիցները կարող են ունենալ անվճար գովազդային ժամանակ, այսինքն այն բոլոր այն գործիքները, որոնք որ առկա են, բոլոր գործիքները կփորձենք կիրառել։ Պարոն Սաֆարյան, վերջին հրապարակված սոցհարցումների տվյալներով Բևեռը չէր հատում անցողիկ շեմը, դուք իհարկե կարող եք չվստահել այդ սոցհարցումներին, ինչպես շատերը չեն վստահում, բայց եւ այնպես ինչ է կարծում կհաջողվի Բևեռին հատել անցողիկ շեմը եւ եթե ձեզ դա հաջողվի, դա կհամարեք հաղթանակ։ Նայեք, տարիների ընթացքում մենք գտնվել ենք եւ գտնվում ենք այսօր ինֆորմացիոն բլոկադայի մեջ։ Այն եթեր դուրս եկող հեռուստաընկերությունները, որոնք ունեն ամենամեծ սփռումը, գտնվում են կամ նախկինների կամ ներկաների ձեռքում եւ նրանք երկուսն էլ մեզ ենթարկում են ինֆորմացիոն բլոկադայի, ինչի արդյունքում մեր հանրության լայն զանգվածները չեն ճանաչում մեզ, չգիտեն մեր անցած ճանապարհը, չգիտեն այն գաղափարներն ու ծրագրերը, որ մենք ունենք։ Այս շրջանում, այսինքն նախընտրական շրջանում, ինչպես արդեն ասեցի, օրենքը սահմանում է, որ պետք է բոլոր մասնակիցներին որոշակի մեդիա ռեսուրս տրամադրվի, թեկուզ եւ այս ժամանակահատվածում նույնպես մեզ հնարավորինս մեդիա բլոկադայի են ենթարկելու, բայց կան փոքրիկ պատուհաններ, որոնք օգտագործելով մենք փորձելու ենք ավելի հաղորդակից լինել մեր հանրության հետ եւ եթե լինի եթե կկարողանանք այդ կարճ ժամանակահատվածում մենք կարողանալ լայն զանգվածներին ներկայանալ, ապա մենք կունենանք ձայները մեր հանրության, ինչ վերաբերվում է հաղթանակ հասկացությանը, մեր պայքարը երեք չի սկսվել եւ որևիցե արդյունքով, այսինքն ազգային ժողով մտնելով կամ չմտնելով մեր պայքարը չի ավարտվել։ Եթե կմտնենք ազգային ժողով, ապա մեր պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի։ Չենք մտնի ազգային ժողով, մեր պայքարը կշարունակվի։ Ինչ վերաբերվում է ինչը մենք կհամարենք հաղթանակ, առնվազն հեղափոխությունը Հայաստանում մենք երևի թե կկարողանանք համարել հաղթանակ։ Չնայած հեղափոխությունը դա առաջին քայլն է, ոչ թե վերջինը մեր երկրի համար։ Մեր երկրին անհրաժեշտ է հեղափոխություն իրականացնել, որից հետո իհարկե շատ մեծ ծավալի աշխատանք։ Հեղափոխություն ասելով ինչ նկատի ունեք, իշխանափոխություն։ Ոչ, իշխանափոխությունը դա հեղափոխություն չէ։ Դրանք տարբեր բաներ են։ Հեղափոխությունը առկա համակարգի արմատական փոփոխությունն է կարճ ժամանակում։ Աշխարհում ամենահայտնի հեղափոխությունը, եթե վերցնենք, դա ֆրանսիական մեծ հեղափոխությունն է, որի արդյունքում Ֆրանսիան միապետական կառավարման համակարգից տեղափոխվեց հանրապետական կառավարման համակարգ, այսինքն ամբողջ համակարգը փոխվեց։ Հեղափոխությունը այս գործողությունն է։ Իշխանափոխությունը դա ընդհանրապես իշխանության փոփոխությունն է նույն համակարգի ներսում,
ինչը տեղի ունեցավ 2018 թվականին, եւ մենք տեսանք, որ նոր իշխանությունները, որոնք եկան, նրանք ոչինչ չփոխեցին, այլ ինչպես իրենք էին ասում, օրինակ սահմանադրությունը կարված է 1 հոգու հակով, այդ 1 հոգու հակով կարված կոստյումը ուղղակի իրենք հական։ Տեղի ունեցավ ընդամենը իշխանության փոփոխություն, այնինչ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն։ Իդեպ մեդիա բլոկադայից որ նշեցիք, ես պետք է ասեմ, որ համենայն դեպս իմ YouTube-յան ալիքում BBR-ը մշտապես ունեցել է ձայն, ես զրուցել եմ նաև ձեր ցուցակի առաջին համարի Գևորգ Կարապետյանի հետ, նաև Արա Պապյանի հետ եմ պարբերաբար հարցազրույցներ ունենում, նաև այն հեռուստաընկերությունը, որտեղ ես աշխատում եմ, այս քարոզարշավի ընթացքում լուսաբանելու է BBR-ին, ուզում եմ ասել, մեդիա բլոկադան անձամբ իմ կողմից որպես լրագրող չկա եւ կփորձեմ հնարավորինս այս ընթացքում լուսաբանել բոլոր քաղաքական ուժերին, այդ թվում նաև քաղաքացիական պայմանագրին, սակայն նրանք ինձ համար անհայտ պատճառներով մշտապես հրաժարվում են ինձ հարցազրույցներ տալ, պարոն Սաֆարյան, սա իմ ջայլոց, հարցս հետեւյալն է. եթե BBR-ը անցնի խորհրդարան եւ լինեն ընդդիմադիր ուժեր, որոնք ավելի շատ ձայներ կհավաքեն եւ այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ ընդդիմությունը կարողանա իշխանություն վերցնել եւ ընդդիմության տեխնացուին դարձնել վարչապետ, այսինքն այն որ ասում են Գյումրի 2, հա, այդ սցենարով, այսինքն ընդդիմության ձայները բավարար լինեն վարչապետ ընտրելու եւ ըստ էության Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալելու։ Այդ դեպքում BBR-ը ինչպես իրեն կդրսևորի։ Պետք է հասկանալ, իսկ այդ ընդդիմություն մենք այսպես շատ լայն ձևակերպում ենք անում, այդ ընդդիմությունը ինչ ընդդիմություն է, այդ ընդդիմությունը ինչ վարչապետ է առաջարկում եւ ինչ է առաջարկում այդ վարչապետը։ Դե հիմա հայտնի են տեխնացուները, կամ լինելու է Սամվել Կարապետյանը, կամ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ Գագիկ Ծառուկյանը, կամ Արման Թաթոյանը։ Հավանական մարդիկ, ովքեր կանցնեն խորհրդարան։ Նայեք, այս բանի դրությամբ չկա որևէ քննարկում, հա, եթե օրինակ այդ մարդիկ անցնեն, թե մեր քաղաքական ուժը ինչ դիրքորոշում կունենա, բայց ամենայն հավանականությամբ, եթե մենք խոսենք թվարկած ուրեմն տեխնացուների մասին, ապա այս տեխնացուները որոշները ոչինչ դեռ չեն առաջարկել, իսկ որոշների հարցազրույցներից, եթե կարողանանք ինչ-որ բան փորձել հասկանալ, այդ մարդիկ փորձում են հավանաբար դեպս իմ տպավորությունն է այդպես, այդ մարդիկ դի հստակեցնեն իրենց դիրքորոշումը, փորձում են Հայաստանը դարձնել գուբերնիա, ռուսական։ Եթե այս իշխանությունները Հայաստանը դարձնում են թուրքական վիլայետ, ապա որոշ ուժեր փորձում են դարձնել Հայաստանը ռուսական գուբերնիա։ Պետք է հասկանալ, որ ազգային ժողովրդավարական BBR-ի համար ամենաառանցքային խնդիրը դա մեր պետության ինքնիշխանությունն է։ Մենք որևիցե կերպ չենք ընդունում Հայաստանը որևիցե պետության ենթակայության տակ մտցնել։ Անկամ մենք լինելով քաղաքական ուժ, որը կոչ է անում արևմուտքի հետ ռազմավարական հարաբերություններ ստեղծել, մենք կողմ չենք անգամ արևմտյան պետություններին մեր երկրի որոշ տարածքները տրամադրել որպես միջանցք։ Այսինքն Հայաստանի ինքնիշխանությունը դա բացարձակ արժեք է, եւ եթե որևիցե քաղաքական ուժ կլինի այս տիրույթում, Հայաստանի ինքնիշխանությունը համարելով բացարձակ արժեք, մենք կարող ենք իրենց հետ համագործակցել։ Պարոն Սաֆարյան, բայց իմ նշած բոլոր անձինք, թե Սամվել Կարապետյանը, թե երկրորդ նախագահը, թե Արման Թաթոյանը, իրենք ասում են, որ իրենք Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցն են, Սամվել Կարապետյանը իր ասուլիսում ասաց, որ ինքը կողմ է բոլորի հետ հարաբերությունների հաստատմանը, Ռոբերտ Քոչարյանը իր նախկին կառավարման տարիներից բերեց ապացույցներ, որ ինքը դեմ չէ առնվազն արևմուտքի հետ համագործակցությանը, հատկապես այն հանգամանքը, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում է Հայաստանը դարձել Եվրոպայի խորհրդի անդամ։ Արման Թաթոյանը գիտեք, որ եղել է մարդու իրավունքների պաշտպան եւ սերտորեն համագործակցել է միջազգային կառույցների հետ, այսինքն արևմուտքի համար ընդունելի մարդ է։ Ես ուզում եմ հասկանալ, ովքեր են այդ քաղաքական ուժերը ընդդիմության շարքերում, ովքեր ուզում են Հայաստանը դարձնել գուբերնիա, որտեղ իրենց հրապարակային հայտարարություններում գոնե այդ մասին ոչինչ չկա։
նորից եմ ասում, նրանց դիրքորոշումը, քանի որ հստակ չէ, ես կարող եմ ընդամենը տպավորություն արտահայտել իրենց հարցազրույցներից կամ արտահայտած դիրքորոշումից։ Կներեք, Ինչ գիտեք ինչի վերաբերում է համար եմ Ռոբերտ ասում, Քոչարյանին, որովհետև շատ ներողություն, որովհետև հենց Նիկոլ Փաշինյանի քարոզչության մեխը սա է, որ եթե ես չլինեմ, կլինի պատերազմ եւ Հայաստանը կդառնա Ռուսաստանի գուբերնիա։ Նույնն ասում է նաեւ Նիկոլ նայեք, Փաշինյանը։ այո, Նիկոլ Փաշինյանը ասում է նման հայտարարություններ է անում եւ ցավոք սրտի մի շարք քաղաքական ուժեր այդ առիթը իրեն տալիս է իրենց քարոզչությամբ։ Եթե մենք խոսում ենք օրինակ Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մասին, ապա Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ Հայաստանը եղել է ռուսական գուբերնիա։ Եվ այսօր էլ Հայաստան այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանին ռուսները չբերեցին իշխանության։ Ռուսներն են բերել իշխանության եւ Նիկոլ Փաշինյանը մի շարք բաներ անում է Ռուսաստանի սրտով եւ իրենք հպարտորեն խոսում են այն մասին, որ իրենց իշխանության ժամանակ Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունը մեծացել է։ Սակայն Ռուսաստանի թուլացմամբ եւ տարածաշրջանից Ռուսաստանի դուրս գալու գործընթացում նիկոլական իշխանությունը ավելի ձգտում է թուրքական վիլայետ դարձնել Հայաստան։ Ինչ վերաբերում է օրինակ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, այո, մենք որոշակի հարաբերություններ ենք ունեցել օրինակ Փարիզի հետ, Ֆրանսիայի հետ, եղել են այցելություններ։ Ես դա մեր գուբերնիայի կարգավիճակը չի փոխել։ Սամվել Կարապետյանի որոշ հարցազրույցներ դիտելով ես կարող եմ առնվազն տպավորություն ունենալ, որ այդ մարդը նույնպես կողմ է ռուսական գուբերնիա ճանապարհին։ Բայց նույնպես եմ ասում, իրենց դիրքորոշումները հստակ չեն, զուտ հարցերին պատասխանելուց այդպիսի տպավորություն է առաջանում։ Մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է։ Եվ այդ ինքնիշխանությունը որևիցե կերպ չի կարելի զիջել։ Դրա զիջման արդյունքում էր, որ մենք կորցրեցինք Արցախը, եւ այդ զիջելու արդյունքում մենք կկորցնենք Հայաստանի մնացած տարածքները։ Պարոն Զաֆարյան, Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ, օրինակ, հայ-ադրբեջանական բանակցությունները տեղի են ունենում Ամերիկայի Քիվեստ կղզում, հետո Ժակ Շիրակը կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ տարիներին էր գալիս Հայաստան։ Ուզում եմ ասել, այդպես միանշանակ չէ՞ որ Հայաստանը գուբերնիա, ինչով էր արտահայտվում այդ գուբերնիա լինելը։ Այո, Հայաստանում կային ձեռնարկություններ, որոնք շահագործում էր Ռուսաստանը, բայց արդյոք Արևմուտքը դրանք փորձում էր շահագործել եւ նրան թույլ չէին տալիս։ Իհարկե նախ մեծ հաճույքով եւ նրան թույլ չէին տալիս, բայց Հայաստանի գուբերնիայի ճանապարհը նախ սկսվել է ոչ թե Ռոբերտ Քոչարյանից, այլ Լևոն Տեր-Պետրոսյանից, որտեղ նախ առաջինը Հայաստանը վերստեղծելով իր անկախությունը, իրեն հայտարարեց սովետական Հայաստանի իրավահաջորդ, այսինքն Ռուսա-Հայաստանի իրավահաջորդ, եւ դեռ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած նա ասում էր, որ մենք մեր պաշտպանությունը կապահովենք ռուսների միջոցով, հետագայում Ռոբերտ Քոչարյանը նույնպես բազմաթիվ ձեռնարկություններ հիշում ենք գույք պարտքի դիմաց նվիրաբերեց ուղղակի Ռուսաստանին եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ըստ էության կազմակերպվում էր Ռուսաստանում։ Մենք նորից եմ կրկնում, Հայաստանը այո ուներ այցելություններ, նաև նախագահի մակարդակով այցելություններ Ֆրանսիա կամ արևմտյան տարբեր երկրների հետ հարաբերություններ, բայց դրանք լինում են ռուսական դաբրոյով։ Դրանք հստակ տեղեկություններ են, դուք ունեք նման տեղեկություններ, օրինակ իհարկե մենք չէ որ այս երկրում ենք ապրում, չէ որ մենք տեսնում ենք այդ քաղաքականությունը։ Չէ, բայց Ռոբերտ Քոչարյանի մասին նաև ասում են, որ նա սեփական կղզի ունի ու Հայաստանում շատերը ասում են, այո, գիտեք, նա սեփական կղզի ունի, բայց իրականում որևէ ապացույց չկա, որ Ռոբերտ Քոչարյանը սեփական կղզի ունի։ Նայեք, երբ որ մենք խոսում ենք, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանը ունի արդյոք սեփական կղզի կամ ունի արդյոք սեփական ինքնաթիռ եւ այլն, սա մի զուգահեռ է, մի իրողություն է։ Երբ որ մենք խոսում ենք պետական քաղաքականությունից, սա այլ զուգահեռ է։ Ինչու՞։ Որովհետև սեփական կղզի ունենալու վերաբերյալ վերլուծության նյութ մենք չունենք, կամ եթե ունենք, կարող ենք վերլուծել։ Այնինչ պետական քաղաքականությանը վերաբերյալ վերլուծության նյութը ահռելի է եւ
այդ նյութի մեջ մենք ապրել ենք տարիներ շարունակ եւ այստեղ արդեն մենք կարող ենք վերլուծել եւ ունենալ եզրակացություններ։ Այսինքն ձեր բերած օրինակը զուգահեռ օրինակ է։ Այդտեղ մենք չենք կարող ասել արդյոք հիմի այդ մարդը ունի կղզի թե չունի։ Սակայն պետական քաղաքականությունը, որ ինքը վարել է, մենք տեսել ենք։ Շատ լավ, այնուամենայնիվ, եթե ձեր ասածը ճիշտ է եւ Ռոբերտ Քոչարյանի պարագայում, իշխանության պարագայում Հայաստանը կդառնա գուբերնիա։ Բայց նաեւ դուք եք ասում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանը կդառնա վիլայետ։ Եվ եթե ձեր առջև լինի այդ ընտրությունը, կամ ասենք Սամվել Կարապետյանի պարագայում, հա, նրան եւս համարում են ռուսամետ գործիչ, դուք ավելի շատ որը կնախընտրեք, ընտրել ընդդիմության թեկնածուին եւ Հայաստանը դարձնել Ռուսաստանի գուբերնիա, թե ընտրել Նիկոլ Փաշինյանին կամ առնվազն նպաստել, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի եւ Հայաստանը դարձնի թուրք-ադրբեջանական վիլայետ։ Եթե դուք հետևել եք մեր քաղաքական ընթացքին, մինչ օրս տարիների ընթացք էր, մենք հենց պայքարել ենք միշտ եւ շարունակելու ենք պայքարել ռուս-թուրքական երկընտրանքի դեմ, եւ որովհետեւ պատմական առումով նաեւ մենք տեսել ենք այդ երկընտրանքի ողբերգական հետևանքները։ Ժամանակին ասում էին ռուսը չլինի թուրքը մեզ կուտի, հիմա նիկոլական ռեժիմը եւ նրա սազանդարները ասում են թուրքը չլինի ռուսը մեզ կուտի։ Չէ, բայց դուք ուրիշ ընտրություն չունեք, պարոն Սաղբալյան, որովհետև նույն Արևմուտքն էլ է Նիկոլ Փաշինյանի կողքին, Վենսը եկավ իր աջակցությունը հայտնեց Նիկոլ Փաշինյանին, Մակրոնը եկավ իր աջակցությունը։ Ձեր կապը կներեք, ձեր կապը գնում է, խնդրում եմ հարցը կրկնեք։ Հա, ուզում եմ ասել երկընտրանք չկա, որովհետև Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին է աջակցում։ Վենսը, Մակրոնը, Կայա Կալասը, Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բացահայտ հայտարարում են, որ իրենք աջակցում են Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանին համարում են իրենց գործընկերը։ Այսինքն այստեղ չենք կարող ասել Ռուսաստան, Թուրքիա, դրանից բացի կա ընտրություն։ Բոլորը այդ իմ նշած երկրները Նիկոլ Փաշինյանի կողքին են։ Իսկ ինչպես ենք մենք արձանագրում, որ այդ պետությունները կամ նրանց ղեկավարները կամ կազմակերպությունների ղեկավարները աջակցում են անձին, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության վարչապետին, անկախ նրա անձից։ Դե Մակրոնը ասաց, որ Փաշինյանին է աջակցում։ Մակրոնը բացահայտ ասաց։ Մակրոնը ասաց, որ աջակցում է Փաշինյանին, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Հիմա մենք ինչպես ենք դա արձանագրում, որ աջակցությունը անձին է, այլ ոչ թե պաշտոնական։ Ենթադրենք, որ այնտեղ Նիկոլ Փաշինյանը չէր, այլ Պողոս Պետրոսյանն էր։ Գիտեք ինչի, պարոն Սաֆարյան, կներեք, որովհետև Մակրոնն ասաց, որ երբ որ նախկին իշխանություններն էին, Ֆրանսիան նույնիսկ Հայաստան գալ չէր կարող, Հայաստանը բան էր, Ռուսաստանի արբանյակն էր, բայց հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանի անձն է վարչապետ, արդեն հայ-ֆրանսիական հարաբերությունները լավ են, Հայաստանն էլ հակառուսականության օջախ է։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանը չէր վարչապետ, Ֆրանսիայի նախագահն Հայաստան չէր գալիս։ Բայց ընտրություններում նրանք որևէ մեկին չէին աջակցում, չէին ասում, այ Հայաստանում ընտրությունը մինչև այսօր չեն աջակցում եւ նրանք ընտրություններում անձին աջակցության որևիցե հայտարարություն չեն արել։ Ես ձեզ հիշեցնեմ, որ օրինակ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Հայաստան այցելեց Ֆրանսիայի նախագահը, ստացավ շատ ճոխ ընդունելություն, անգամ Մարտոցի պուրակը իր ներկայությամբ անվանվեց անունը Ֆրանսիա հայ հերոսյան անունով, բայց անունը Միսակ Մանուշյանի, անվանվեց Միսակ Մանուշյանի անունով, այսինքն Ֆրանսիայի նախագահն էր գալիս Հայաստան, Հայաստանի նախագահներն էին այցելում Ֆրանսիա եւ հանդիպում Ֆրանսիայի նախագահների հետ եւ հարցը առաջանում թե ինչու է այսպես տեղի ունենում, որովհետեւ սա Ֆրանսիայի շահից բխող քաղաքականություն է, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի աջակցություն։ Ֆրանսիան կամ մի շարք եվրոպական պետություններ կամ ինքնին եվրոպական պետությունների գագաթնաժողովը Հայաստանում դա աջակցություն էր Հայաստանին,
որից Հայաստանը հրաժարվում է։ Գագաթնաժողովից ընդամենը օրեր առաջ Եվրոպական խորհուրդը ընդունեց մի բանաձև, որը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այդ բանաձևում նշվեց, որ Արցախ վերադառնալու իրավունք ունեն արցախահայերը արժանապատիվ եւ անվտանգ, ինչը Ադրբեջանին բորբոքեց։ Սակայն եվրոպացիների այս հայտարարությունը ըստ էության ստանում է պատասխան Նիկոլ Փաշինյանի կողմից, որ ոչ, մենք պետք է հրաժարվենք վերադարձի իրավունքից։ Այսինքն եվրոպացիները իհարկե ոչ մեր սիրուն աչքերի համար, այլ իրենց շահերից ելնելով փորձում են աջակցել Հայաստանին։ Եվ քանի որ այսօր Հայաստանի վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, նրանք աշխատում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Երեք Սերժ Սարգսյանն էր, աշխատում էին Սերժ Սարգսյանի հետ, աշխատում էին Ռոբերտ Քոչարյանի հետ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանը ունեցել է այցելություններ Ֆրանսիա, եվրոպական երկրներ։ Այսինքն նրանք իրենց շահերը առաջ տանելու համար աշխատում են այն մարդկանց հետ, ովքեր որ իշխանության են։ Եվ վաղը, եթե իշխանությունը փոխվի, միևնույն է աշխատելու է։ Այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, որ Հայաստանի իշխանությունը այդ օտարերկրյա գործի եւ պետք է հասկանալ, իսկ ինչու են եվրոպացիները դա անում, որովհետեւ նրանք հասկանում են, որ եթե Հայաստանը ընկնի, ապա թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է, իսկ Թուրքիան Եվրոպայի համար լուրջ խնդիր է։ Հիշեցնեմ, որ օրինակ վերջերս հանդիպում եղավ Ֆրանսիայի նախագահի եւ Հունաստանի ղեկավարի միջև եւ հանդիպման ժամանակ Ֆրանսիան Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ եթե Թուրքիայի եւ Հունաստանի միջև լինի ռազմական կոնֆլիկտ, ապա Ֆրանսիան կկանգնի Հունաստանի կողքին։ Ինչու է Ֆրանսիան սա անում? Որովհետեւ հասկանում է, որ եթե Թուրքիան հարձակվի հունական օրինակ որոշակի կղզիների վրա, դա վնասելու է ոչ միայն Հունաստանին, այլ ամբողջ Եվրոպային։ Եվ նրանք հասկանում են, որ եթե Հայաստանը ընկնի, ապա թուրքական աշխարհի ճանապարհը բացվում է։ Բայց ի պատասխան նրանց Նիկոլ Փաշինյանը ասում է, որ եթե թուրքերը ուզում են մեր տարածքով գան անցնեն եւ ստեղծեն թուրքական աշխարհ, թող գան անցնեն։ Այսինքն մենք չենք օգտվում այն աջակցությունից, որ մեզ տրվում է։ Շատ լավ, պարոն Սաֆարյան, հետևենք process-ներին, այնուամենայնիվ կարծրաշավը 1 ամիս տևելու է եւ կարծում եմ ելի առիթներ կլինեն զրուցելու։ Շնորհակալ եմ այդ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ լավերի համար։